Հայ ժողովուրդը գնաց, այնտեղ գործ են անում, Կորին փողոցն է, ապրիլի 18-ն է, ողջույն, Աշորս աստիճան է, այո, ես ավելի եմ սպասում, չանեմ ավելի չեր, ժամը 6-ն է համարյա, այո, Կորյունի վրա ենք, թեքվենք նովբանջան, հետո Սայատնովա, մի խոսքով հիշում եք երեք չլվացինք այսօրվա վրա պայմանավորվեցինք, գնանք մեքենան լվանք, մինչև մեքենան մաքրվի, մենք էլ կգնանք համերգի, չէ, երեկվա Սայատնովայի խաչմերուկը հիշեցի։ Չլավ արդեն ծառով է, չէ։ Այո, նուրբ կանաչ։ Ասենց գնանք ապօրինով կիչնենք Իսահակյան փողոց։ Ես մի մեքենաներ են էլ տեսար, ոստիկանները փնտրում էին ումնա։ Ես էլ ոնց է կանգնել, հիմա ինձ այն կողմա պետք է, հոզգիծը կտրեցի, իրար խաթր։ Բա հետո? Հետո 10,000 կտուգան են։ Բայց մենք մեղավոր չենք։ Վրամա չեն տուգանի, Աբովյան փողոց։ Այո, սենց իհարկե արագ եղավ։ Չնայած հիմա Սայատնովայի հետ խաչմերուկում կկանգնենք, բայց դե նրա հետ չի համեմատվի սա։ Որ մենք Նալբանդյանն է։ Հա, այնտեղ միշտ բան է, ոստիկան է կանգնած, իրանից բաներ է մոգոնում ինչ-որ։ Հինգին 10 պակաս է խփում, չէ, դե 5-10, դե երևի վերջացավ էլի, պատարակը երևի վերջացավ։ Այս վերջն էլ են խփում։ Չգիտեմ։ Մենք այտենց չենք մնացել, որ սկզբից մինչև վերջը, որ իմանանք։ Մի խոսքով ժամը 6-ն է ուղիղ։ Սայատնովան էլ կտրեցինք։ Ես ինչ բարձր էր ես մեկը։ Սայատնովան կտրելու արդի վեր։ Այշլոր ծաղկել են։ Օրինակ ես ձուն չեմ ներկել, հել ենքան բան չեմ արի, բայց ես մինչև վաղը ժամը 6-ը պետք է հասցնեմ սա։ Լավը։ Գնում ենք լվանք մեքենան, ստե կանգնեմ ինչ անեմ։ Ես իմ կլվանք։ Հա, բավոց։ Քան ավտոկանդ է։ Պայմանավորվել։ Նավաստոյցյանսկին, Համարյա հասանք, բայց այս դուռը բաց է, ստեղ հետաքրքիր է, ինչ է։ Ոչ մի բան։ Ոչ մի հետաքրքիր բան։ Այնտեղ էլ դուր կա կողպեքով։ Հա։ Էլ ասես դանդաղ շարժվենք դեպի ֆիլհարմոնիայի փոքր դահլիճ, Արնո Բաբաջանյանի անվան։ Էս ինչ է։ Կակոս է։ Պալմա է։ Հա։ Բայց պալմա կա, կակոսովի կան, հենց չէ։ Տարբեր պալմաներ կան։ Uptown ռեստորանի անունն է։ Բարի մարդիկ։
է գրած արվեստում, ճամփորդություն, արվեստում, Վան Գոգի և Կլիմտի։ Ես ինչ էր, հա, են բաներից է, անայդ, են պատերի վրա, որ կծում են, Վան Գոգ ու Կլիմտ։ Մեզ լավ հիշում եմ Կլիմտին առաջի անգամ այդ բուկինիստականը Մաշտոցի վրա։ Ինչ-որ սերիա կար կարող է հիշել սենց մեծ քիչ էջերով, հաշետ էր կոչվում։ Հաշետ, հա։ Չգիտեմ, տեն կարող է պետք չի կարդալ, չէ, Մարգարիտան ասում էր վերջում չի կարդացվում տեն, ոչ եմ այդ հաշետն էր, մեկ էլ Կլիմտ, ոչ մեկը չգիտեր, բացեցի, ապշեցի, հետո տղեկին ասեցի, բացելույն է, թե ուրիշ բան է։ Չէ, անայդ, Կլիմտի ասենք մի 10 ռեպրոդուկցիա էր, էլ տարբեր, հայ, բնականաբար բացելույն էր։ Անայն չէի զարմացել, դե գաղափար չունեն, Կլիմտն ով է։ Հետո տղաներից մեկը, կարծեմ 10 ռուբլի էր այդ հաշոտը, դե ժան չէր, էլ է։ Այդ չեմ նշում, հաշոտը առավ, թե Արմենը, մի խոսքով մեկը առավ տվերքից, տենց ես էլ բան արեցի, սլայդեր արեցի։ Ես իշում եմ պատին, որ սլայդերը սիսեի, բոլորը հավաքվել էին մեր տանը, մենք նայում էին Դե մենակ էդ չէր, շատ բանը, մենակ Կլիմտը չէր, շատ էր։ Հա, շատ սլայդերը։ Դե քանի որ այդ բաները թանկ էին, ով որ առնում էր, ես գնում էի մոտը սլայդ էի նկարում։ Բայց ինքն ասած ինձ թվում է այդ հաշետը 30 ռուբլի արվել, ոչ թե։ Չէ, անայդ բարակ բան էր հաշետը։ Հա, բարակ է։ Չէ, ինչ 30, դու էլ ոչ ասիր։ Ես այդ գումարն եմ հիշում։ 30 ռուբլի, ասենք, Բիթլզների պլաստինկան կարար արժեներ կամ Ջիմի Հենրիքսը, հենց որ 30 ռուբլի է, թե լուրջ փող։ Այսինքն մեր ստիպենդիան էր, էլի։ Այդ չեմ նշում, 30 էր, թե 35։ 35 էր։ Հա։ Շատ ժողովուրդ է, չէ՞։ Հա։ Այս գարեջերի ինչա։ Ակադեմիա։ Այս գարեջերերը խեն որոշում որ ակադեմիա։ Բոլորը ակադեմիկոս են։ Ակադեմիաներ պետք է լինեն։ Խեղաթյուրում են էլի։ Ակադեմիա խոսքը։ Այս շան մասին էր խոսքը, նայ մինչև չի անցել։ Հա, ճիշտ է, ճիշտ։ Զիգզագներով է գնում։ Լրիվ զիգզագներով է գնում ինքը։ Որ շատ տարածք հոտոտի էլի։ Այսքան մարդեր մեր հետևից գալի անայդ։ Հետևից էլ են գալիս, դիմացից էլ են գալիս։ Այնտեղ վինիլ զա գրած տենում ես։ Այո։ Ռուբոյինց նախկին տունը։ Գրեցի է տվում։ 5 հոգով երևի մի 10-18 քառակուսի մետրի վրա մի սենյակ։ Զուգարանը բալկոնի վերջում, են երկար բալկոնի իջում ես։ Հիշում եմ։ Հացուտակիր է, որ մարդու երջանկությանը ինչ-որ չի խանգարում տենց բաները։ Չնայած մարդկա խանգարում է իրան, բայց… Դե երևի հարմարվում են էլի մարդիկ, ինչ անեն։ Էին, հիմա հոյպես չի։ Բա մեր մութիս հիշում են նիշան, Ֆաթիմայի տղան։ 9 հոգով այդ միսիլյանկանությունն ապրում։ Այն ռեկորդ էր նա։ Ու երբ տնայր ուրախ։ Նիշան, չէ։ Այսինքն Ֆաթմանը շաղել ուրախ էին, կինն էլ, մայրն էլ։
Դեմքի արտահայտությունը մի քիչ դիմագծերի հետ բռնում էր։ Բայց այս հիշում եմ բաներ, շատ բարի կիներ։ Հա, լավ կիներ, բայց դեմքը այդպես չէ։ Ինչ է։ Ինչ-որ շարիկներով երիտասարդները։ Ուր է շարիկ։ Սան փողոցը։ Հա, այնտեղ։ Դե մեկը հավեսի համար առել է։ Ստեղ հետաքրքիր այլի կան են զարդերը։ Ոնց էր Նախճիվանում։ Հետա։ Ինչ է։ Կոլկեքն է, բայց զարդերը չկան։ Չէ, չկա ոչ մի բան։ Դե լավ է ոչ։ Բարև ձեզ։ Ռեգոմեշտեք ցանկանում։ Ստեղ, չէ, ստեղ զարդեր կային մի վաղ։ Ռեգոմեշտեք, որը դիմացում այդ մի քիչ ձախ-եկիչն տեսնեմ։ Մի րոպե, այս նույն զարդերը դիմացի մայթում են։ Հա։ Իսկ ով էր հեղինակը։ Երկչուհի Սիրուշոն։ Երկչուհի Սիրուշոն, հա։ Դու գիտեիր, հիշում ես։ Ես գիտեի, ուղղակի չի ուզում անունը տայի։ Ինչ է։ Չգա։ Ոմանց հարցն է։ Գախնի բանը։ Ոմանքով են։ Քոչարյանը։ Հա, դու փիշ չես սիրում, չէ, Քոչարյանին։ Այո։ Այսօր իմիջալուց առավոտը մտածում է էլի։ Մի անգամ էլի այդ մտքից եկավ այդ միտքը, 4 տարի առաջ, հիմա նորից եկավ, չգիտեմ։ Ինչ միտք Արմեն։ Այո, բեմինամ այդ Նիկան։ Նիկան, jest. Նա շուխուրը Նիկան, հա նեի վինամեց, եկ, դու։ դեմքը պագեց։ Նիկան, նեի վինամեց, Նիկան, մասրան, նա չու գերը։ Ասես դիմացին չոր գոմեշ ասեց, ինչ ասես չհասկացա։ Այդտեղ է զարդերը։ Այն է, այն ինչ է գրած։ Ռեկոմեշ, այն է երևի։ Ատին առանձին խանութ է բացել։ Չէ, ճիշտ է, պրիգոմեշ։ Այդ հայեր են, պրեգոմեշ։ Փողոցը կա մայքի վրա անցնի։ Դե չընկել ենք փողոցի մեջտեղ։ Հա, Սվարովսկի պետք է գտնենք։ Հա, միտքս ասեմ, ուրեմն նայ։ Ասենք ես Քոչարյանին չեմ սիրում։ Ասենք Քոչարյան վերցնենք։ Կարամ X ասեն, տարբերություն չկա։ Լավ, Քոչարյան չբարդացնում։ Հիմա այդ Քոչարյանը անձամբ ինձ համար ինչ է ինքը։ Իմ օրգանիզմի համար։ Անա շատ բարդ միտք է, պետք է ուշադրել լսես, ես պրեգոմեշ բանման չի։ Դու ես աչուձախ։ Ինձ համար ինքը ինչ-որ ինվորմացիա, որը գլխիս մեջ է, ուղեղիս մեջ չէ, ու այդ ինվորմացիան կրում են ինչ-որ բջիջներ, որոնց մնացած բջիջները ատում են, որտեղ ես չեմ սիրում Քոչարյանին, ատում եմ, հա, ու ստացվում է իմ ուղեղի մեջ այդ խեղճ բջիջները, որ ոչ մի մեղք չունեն, ուղղակի այդ ինվորմացիան է իրանց վրա, բոլոր կողմից իրանց հալածում են։ Հետո մի օր ուղեղի հիվանդություն եմ ստանում, որտեղ ուղեղիս մեջ պատերազմ է Քոչարյանի պատճառով, հասկացար։ Իսկ հիմա դրա համար է Քրիստոսը ասում. Սիրեք ձեր թշնամին, որ ուղեղը չմասնատվի։ Վայ մի հատ անեկդոտ հիշեցի անետ։ Ես սաղոր մտածում եմ դրա մասին։ Դե բոլոր դեպքերում հենց մտքիդ գալիս է այդ բջիջները սկսում են հալած, են կողքիններն էլ հալածում են, տալիս են գլխին, բան, տոս սերիկա, ձենդ կտրի։ Սվարովսկի, չկա ստեղ Սվարովսկի։ Սպասի մի հատ այդ առիթով լավ
Սրամիտային դոտ հիշեցի, ուրեմն փոքր երեխեն պապուն ասում է, պապի ասում է ճիշտ է, որ չարությանը պետք է բարիությունով պատասխանել։ Ասում է, իհարկե, բալիկ ջան ասում է։ Դե ասում է, ինձ մարոժնեի փող տուր, ակնոցներ կոտրել։ Կոտրել եմ, հա։ Դու որ դες գիտես։ Երևի դու ես էլի ինձ պատմել։ Հա։ Են այնտեղ փողոց է, թե հայելի է անել։ Չէ, հայելի է առնել։ Վախեցա, ասես, իսուցային երկու հատ են սարքել։ Սվարովսկին չեղավ այ մար։ Ոնց էր գերած հասցեն, Աբովյան, չէ։ Այո։ Չկա այստեղ։ Այդ զարդերի տեղը երևի պետքա լինեին, այն էլ։ Այդ բանը, գոմեշը։ Էլի իրանց առաջի պլան գցեցին։ Ով։ Ով որ հիմա այդ զարդերը ընդեղ բանը ցուցադրում է։ Հա, իդեպ ստեղ ահագին խանութներ կան, որ Քոչարյանը կամ մեջնա, կամ Իրաննա, ինչ-որ կանտրակտով եւ այլն։ Թումանյանի վրա են երկու բաները։ Նորություն չի։ Ամբողջ քաղաքը զավթեցին։ Գնաց Ղարաբաղցիներին օգնում, հա։ Այդ հասցեն, որ գրացել է թուղթնել երևի հանել են, չէ արդեն։ Սվարովսկիի վրայից։ Նախկին Սվարովսկի։ Հիմա ռեմոնտ է, չէ։ Խանութ դեռ չեն բացել։ Չէ։ Չեմ անում, Մտնեինք, հարցնեինք։ կարող է արդեն բացել են։ Էլավան այդ այս դարում ինչ մտնել հարցնել։ Google կամ այդ խփում ես Երևան Սվարովսկի։ Դե հա, այդ մոլերում կան բուտիկներ, բայց դե այսպես մեծ խանութ չկար։ Այդ մեկը է։ Բայց դու արդեն սաղ Սվարովսկին չառար, դե խլբան մնաց։ Սաղարը։ Այս գույները։ Ես ինչքան ես սիրում ես ռեկլաման։ Այդ գույնը լավն է, էլի։ Գույները։ Խազեր։ Լավ գնացի։ Այդքան էլ չի իմիջալից, 20 ապակոս։ Հա, իսկ մեկ հələ տոմսեր պետք է, չէ։ Ստանանք։ Ես էլ կաշտանի։ Ծառը ոնց որ պարզեցինք։ Повторение матичи. Ինչ повторение։ Ծառը, փողոց արդեն։ Երևի վերջի 10 օրում քանի անգամ ենք ես փողոց։ Հա, ինչ անենք։ Պապաս ամեն երեկո էր իջնում բարձանում ընկերների հետ։ Մենք չենք կարա երկու անգամ գնանք գանք։ Սա արհեստական էր, հա, պարզվեց։ Կարաբալը։ Հեսար, հատուկ մաներ էի պայել, իմ այլ շորերս փոխեցի, մնաց են մեկի մեջ։ Վայ։ Իմ ոտ ուղիղ 3000-անոց է, պետք է տամ այդ մեքենա է լվալուն։ Ինչու մաններ կա սպասի նայի։ Դե նայի։ Հավ ես կոմը նկարեմ։ Հերակոսը չեմ վերցրել։ Վայ ինչ լավ է։ Վայ շատ վատ է, որտեղ զարյատկայի։ Ինչ պետք է լինի, կանջատվի էլի։ Ինչա։ Կանջատվի էլի ավտոմատ, ինչ կա դե։ Արարմի։ Դե տուր էլի։ Ինչ են բաների նման են, փոքր երեխեքին, որ տալիս են տանին, փողը տան։
ինչ կենտրոնացած նվագում էր։ Լուրջ էր։ Մարդը լուրջն է լավ вообще-то։ Ես սիրում եմ լուրջ մարդ։ Երևի որ ինքս լուրջ չեմ։ Արմեն լուրջ մարդ ու լուրջ դեմքի արտահայտություն տարբեր բաներ։ Мюнхгаузен մեջ որ ասում է, умное выражение лица это еще не признак ума, господа. Все глупости на земле совершались с умным выражением лица. Именно с этим выражением лица. Այսօր հայեր են եկել։ Երիտասարդներ որոշել են փորձեն։ Իմիջալից են Արմանը, որ երգում էր տարբեր ձևներով։ Ես են առաջի վիդեոները կտա ինքը մենակ գիտարով էր առանց այդ մուսիլիցիլ։ Այս դու չէի հիշում։ Հիշում էի, բայց դե ասի հաստատ շատ ավելի հաճելի էր։ Կանցնենք նոր, Անցնենք։ Այլ փորձ արդեն բանը, Այսքան բոյով մարդու չի կարելի այ մեր սամակատ տալ։ Անայդ ուշացանք։ Շնորհակալություն։ Արի մեկ Դե որոնց մերը չէր, ստեղ արդեն մեր միտեղ մերը պետք է լինի, չէ։ Ինչ-որ ձեներ սկսեցին հանել երիտասարդները։ Իրենց անորոշ։ շուտ թե ուշ պետք է հանեին։ Արկեստրը համերգից առաջ չէ, որ տարբեր ձեներ են հանում, ամենակ իրա գործիքով զբաղված, լարելով։ Настройка, հա։ Ամենք ուր ենք, ստեղ ենք նստած։ Այս, պրիվետ։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Հիշեցիք թե չէ։ Ասքանազի Մերիի մաման եմ։ Հիշեցիք, ոնց եք։ Մերի դույլենից Մերինա։ Դե դու զրուցի անայդ։ Նկարեցի ձեզ, ոչինչ։ Նկարեցի։ Դե հետվա ձեր բալիկին է մի հատ տենանք։ Ես էլ ձեր բալիկը։ Բարև ձեզ։ Երեխեքի հետ։ Արդեն տատիկ։ Լավ մնացեք։ Ստեսեն ձեզ։ Так, հիմա ես մի հատ աֆիշան ֆոտո անեմ անայդ։ Ինչի համար։ Դե պետք է գա էլի վիդեոյի մեջ։ Լավ, հələ մի հատ վիդեո անեմ։ Այ նայեք ի դեպ, այստեղ ես հետո վիդեոյի մեջ նկատեցի։ Ներում եք հայերեն գրած է լուսավոր գիշեր։ Էսե գերմաներեն է, նաչ։ Այո, այո։ Այս Շոմբերգի գործն է այդ։ Հենց այդ անունով են դրել են համերգը։ Լավ ուսումնասիրել ես, հա։ Հա, աֆիշան կանգնացրեցի, ֆոտո արեցի վիդեոից։ Ուշադիր կարդացի, մեկ էլ տենամ գրածա լուսավոր գիշեր։ Հետո ներքևը նայեցի, տեսա Շոմբերգն է։ Եվ այլն։ Ուրեմն այսօր լսելու ենք։ Շոնբերգ ինձ թվում է, ոչ թե Շոնբերգ։ Կարող է։ Շոնբերգ։
Այդ արդեն չգիտեմ, բայց մի քիչ իր մասին նայեցի, այնց հուզիչ բան կարդացի հանրից։ Ինչ։ Ուրեմն ինքը մեռել է, վերջի խոսքը եղել է, գիտես ինչ։ Գարմոնիա, ասել է ու մահացել է։ Ներդաշնակություն։ Как видишь, Բաշի զարմանալի բաներ կար իր մասին։ Սաղ կյանք 13 թիվը սոսկալի չէր սիրում, սարսափելի վախում էր այդ թվից։ Ինքը ծնվել է ամսի 13-ին, չեմ հիշում որ ամսը, ու մահացավ ամսի 13-ին, շատ վախենում էր 76 բարեկանից, որտեղ 7-ին գումարեցվեց 13-ը։ Իսկ ինչ տարիքում մահացել։ Այդ չվար 76-ը չեմ հիշում, բայց ամսի 13-ին երևի 76 տարեկան, երևի։ Ամսի 13-ին կնոջը ասել է այսօր կմահանամ ես։ Կին ասել է լավ հերիք այդ գլուպսի, քո սիրած գլուպսները։ Сто лет одиночества։ Մեկ էլ ասма մահացավ։ Ընդ որում մի հատ էլ զարմանալի բան, այդ արդեն ինչ-որ լրիվ բաներ։ Գիշերվա 12-ին 13 րոպե պակաս է մահացել։ Այսինքն 11:47։ Ոչմ սենց զարմանալի։ Թիվը Իրան ամենտեղ։ Այո։ Շակատագրական է եղել իր համար։ Բայց իմ եղբայրը էլի 13-ին էր ծնվել ու շատ սիրում էր այդ թիվը։ Դե հա։ Համարում էր, որ այդ իր երջանիկ թիվն է։ Ինչքան մարդ, այնքան կարծիք, այդքան վերաբերմունք։ Արմ կարող ենք ուշանալ։ Իհարկե կարող է։ Զապրստը։ Լավ էր, չէ՞ ժողովուրդ։ Ոչ մեկն էլ մի հատ ձեն չհանեց։ Սաղոր ես աֆիշան նայում էի։ 7:30 է, ոչ թե 7-ին։ Մենք էլ եկել ենք, որ 7-ին մտնենք։ Ես միակ անգամն է, որ ես չնայեցի ժամը, Արմեն։ Նայ։ Խնդրեմ։ Դու ես մեղավոր։ Լավ, անջատեմ մի հատ ֆոտոն անեմ։ Սա Աբովյանը, սա հրապարակը։ Այն շունել ինչ լուրջ ջուր է խմում։ Լավ հենվել է, ֆունդամենտալ։ Ես այսօր ստեղ հա, որոշը հագեցավ, եկավ, բայց աչկը վերեն հալ է։ Լավ եկել ենք 7-ի համար, 7-ին 13 պակաս, մշտական ցուցահանդես, ցուցադրության վերաբացում, հա, իրոք Հովնանյանի նկարները հանել էին, Հովնանյան էր, թե Հովնաթանյան։ Հովնաթանյան, հա, Հովնանյան միլիոները, չի։ Հա, ճիշտ, Հովնաթանյան։ Ես Հովնաթանյանն առաջ անգամ որ տեսա, ես գալերեայում, նենց էի ապշել։ Երեկ և այսօր Ժակ դե Մորգանի հետքերով։ Ով է Ժակ դե Մորգանը անել։ Այնտեղ լավ արև անել, գնանք արևոտ տեղը։ Այսօր առավոտյանից լավ արև է։ Բայց սրանը չի լավ տակացրե դեռ էլի։ Հա, փաստորեն դե 14 աստիճան։
Այստեղ մաքուր է, որ նստել եմ։ Չէ, ես չեմ նստի այդտեղ։ Քարին որ ամիսները։ Ես ինչ ապրել է, ապրիլ։ Չէ, ռկա մեջը չի կարելի քարին նստել։ Հետաքրքիր չեն նստել բոլորը։ Էս ծերից եմ ծերից։ Ոնց որ Խռով եմ։ Էնա անդեղ մի հոգի է, գնանք անդեղ նստել։ Լավ մի տեղ էր, ընդեղ պաղպաղակ էր մեջտեղը թափել, Աննայիտը նստեց տող տաքանա, հա, Աննայիտը հեռախոսել չունի, աստորեն շատ հեռու չեմ կարա գնամ, Այս կլոր ծառերը չիմացա ինչա։ Կավա ակացիա է։ Գնացին, եկան Անայդի են կողքի մարդը գնաց, գնամ ես էլ նստեմ, չէ, չի գնաց է, հա ուրիշ մարդ է եկե, ես էլ դիմաց է նստեմ, հիշեցի, որ հեռախոս չունես, նստարանը չի, ես փոխվեցի, աղ փոխել ես նստարանը, հա, Բայց ձեն հանյանը այդ Այս մարդը ինձ բարևեց, անունով, դիմեց, քեզ էլա բարևեց, Չէ, հա? չէ Արևը գնաց նստարանից Այստեղ հլա արևը քարերի վրա Ամառը քարերը տակ, չէ? Ամառը տաքությունից չի լինում նստել Բայց դեստեղ ջուր է, չէ՞ Բոլոր դեպքերում նստել չի լինի Իրոք այստեղից ջուրը թափում Այո, դրա համար ասում չէ, այստեղ ջուր է Դեց մի հատ խոսք կար, որ ասում ամենավատ բանը ուշանալն է ու շուտ գալը այդ երկուսն է Նոր 7 դարավ Ախի չի հեսա կխպի, հա? Ինչև ենդեղ հասնենք կխպի Այդ հրապարակի ժամացից խպոցը ձայնը հետաքրքիր է, չէ? Ինքը փոքր ժամանակում այնց հետ է տա ու ոնց որ Ոչինչ չի փոխվել հրապարակը հետդ միշտ զրուցել է, էլի? Տանք, տանք Yani bir hastası var mı? Çabuk da ama vakit gelecek bizim. Ama sonra nasıl? Զրուցը սկսվեց Адрес, чтобы я адрес сказала. Я тебе скину адрес. Хочешь скину адрес?
Хорошо, хорошо, я сейчас тебе адрес дам. Վերջ։ Ասելիքը ասեց։ Բայց ինչ ուզում ես ասա, մեկը հաճելի է, որ Երևանում երևանցիներ են։ Ինձ համար տենց է։ Այդ մարդկանց բոլորովին դեմ չեմ, բայց ինձ հաճելի է տենց։ Դե մենք դրանց սովոր ենք, քանի տարի, ինչ ծնվել ենք, մեր շուրջը երևանցիներ են եղել։ Այո։ Հետո կամանց սկսեց փոխվել էս արդեն այս տարիներին։ Ամառն էին մի քիչ գալի, խմբերով ման էին գալի, շատ բարձր դիսցիպլինայով։ Հետո տղեկը գնում էին տուրբազա, աղջիկների հետ ծանոթանալու։ Այնտես սկսվեց արդեն աշխուժությունը։ Դու չես վախից, ասում ես, շոլորի դա։ Հա, մենք մտանք հարցեցինք հետաձգել են համերգ, ասես չէ։ Ասում ենք բաուր են հայերը։ Հա, այո, հետաքրքիր անակնկալ, ճիշտն ասած դեմքը ծանոթ էր։ Հանայիտը մոր հետ անդր զրուցում, իրանից իմացանք, մասիվում մեր փողոցի վրա հարևաններ են մեզ։ Միքայել Հախնազարյան, Թավջութակ։ Այո, ուրեմն նայեք, Միքայելը Բերլինում ապրում, Սոֆյան Իսպանիայում, Մադրիդում ոնց որ։ Իսկ Դավիթ Հարությունյանը Ջութակը, Փարիզից է։ Ոնց են իրար քթել, հանդիպել, մայրը տենց ստույգ չգիտեր, ասես դե իրար ճանաչում են, ոնց որ թե հասարակակիցներ են։ Սենց։ Այո։ Միքայելի հայրի իմիջալոց այն մասիվում, որ երաշտական դպրոց կա, քաղաքապետարանի կողքը, քաղաքապետարանի կողքը, ընդեղի տնօրենն էր երկար տարիներ, մի խոսքով, կինն է երաժիշտ, չէ, ճիշտ եմ ասում, չէ։ Չլսեցի ինչ իրաս։ Միքայի պապան տնօրենն էր, չէ, երաշտական դպրոցի։ Երաժիշտ։ Այն էլ է երաժիշտ։ Դաշնակահարի։ Իսկ մյուս տղան Անահիտ։ Ում տղան, իրանց մի աղջիկ մի տղա է։ Այս թվում երկու տղա է։ Չէ, աղջիկ է, որը Շվեյցարիայում ապրում։ Ամուսինը շվեյցարացի է։ Այո։ Հետաքրքիր է, որ ես այս համերգի կապակցությամբ հիշեցի այդ զույգը իրանց։ Չգիտեմ ինչի, տղային նայում ես չի ճանաչում, չէ, ես չի ճանաչում։ Հորը մի քանի օր առաջ տեսանք, չէ, զրուցեցինք ահագին փողոցում։ Բայց իրան չճանաչություն։ Բայց ինքը հենց սկզբից ինչ որ ծանոթ էր դեմքը, Անահիտ մի տեսակ։ Դե բամեր թողում ամենից։ Հա, Սիրում տղա էր։ Вообще իրանց երեխեքը երկուսին սիրում էին, աղջիկներ տղաներ շատ։ Իսկ ինչ ասեց մայրը, ոնց են հանդիպել, հասակակիցներ են ուղղակի, շուտվանից իրար գիտեն։ Դե Սոֆյան այստեղ չի սովորել, որ
Չնայած Սոֆյան Միքայելն էլ շուտվադից չսովորել։ է։ Այո, Միքայելն էլ չսովորել է ստեղ։ Դպրոցը ամենադպրոցները Դպրոցը չէ ստեղ գնաց։ ավարտել է, այո։ Երբ է Ալկայինս Դավիթինս դպրոցներ չէ երևի գնում։ Այո, այո։ Էլուր պետք է գնար։ Հա։ Ալիսայից փոքր է, Դավիթից մի քիչ մեծ։ Հա, մեջտեղն է, հա։ Այո։ Իսկ ինչ իմացար։ Ընտանիք երեխեք։ Հա, ում իհարկե ընտանիք ունի։ 13 տարեկան մեծն է։ Չեն եկել։ Պատկի ասում են տատիկ պապիկը ոնց են թորներ իմ կարոտում։ Բայց դուստրը ստեղ է ասեց, բայց որ նա չեմ կարող հիմա։ Հա, համերգին, հա։ Հա, եկել է, ամուսինը չկարողացավ, բայց ինքը։ Աչիլն էլ, հա, ամուսինը։ Լավ։ Մենք արդեն տոմսով ենք։ Լավ, մտնենք։ Համ չեն տալի։ Նա ձեսելի դուրս եմ գալիս ծխելու հաստատ, ոտեղ շուտ է։ Անայջան կներես։ Լարև ձեզ, ինասային ծրավերը իրան մոտով։ Ողջույն։ Մենք ձեզ բաժանել ենք։ Թողից ենք Արմենը Միքայել։ Հերավ։ Բաժանեցինք։ Ну, мы за них забыли. Это за вами следят? Да, я слежу за вами. Я намек есть. Ничего, держимся. Երկար ժամանակով է եկել Միկան։ Միկա բարը չեմ շոդի գնա, Միկա բարը երտաժան, նայց մի շապատ իմ լեզանար դա շատ երտաժան։ Ես արդեն ֆանտազիա արեցի, որ երեխեքի հետ այլ։ Երեխեքի հետ աստեղ է։ Հա, դե լավ է։ Կնոջ հետ միասին։ Հա, Դևոչկո Կրիստին здесь։ հա։ Արիչ եղավ էլի Հա, փաստը։ դե, մտածել է։ Շդոյ։ Здесь, Հա, Сейчас мы сядем. Ասայա, կնքա հայրը, Դավիթում։ հա, ինքը ասեց Փարիզից է, հա, ինքան ասեց Փարիզից է։ Փարիզ, Մադրիդ, Էդ եմ ասում Բերլին։ Չաս ասա շորի։ չէ, Միկան Բերլին, իսկ աղջիկը Մադրիդ է, Հիմա հա։ Վարդիդուրում աղել, հիմա Ստրասբուրգում է։ Հա, սա։ Ну, родители в Мадриде. Родители давно в Мадриде։ Отец, да. Նալուզից։ Ես կսեմ Ստեղումը դա ավելի կարևոր է։ Ես դրամը Գնացինք Գյորգի ջան վերև Անայիտ անհանգիստ է։ Այն մարդը ասեց ուզում եմ բոլորի մոտ ասեմ, դրա համար ես մոտեցա լսեմ, բայց Կամանց էր դանդաղ, որ ես ոչինչ չհասկացա։ ինչ որ մեկի մասին ասեց Գոյական։ շատ լավ մարդ է ու դա ավելի կարևոր է։ Դե հիշում եք Սարյանի գործնա Տիխը։ տրիպտիխ։ Մարմարեպատ Давно из Դարլիճի ես ինչ շատ սիրել եմ։ Սայանը Շուշինսկից է այս մարմարը։ Օ, աթոռները փոխել են։ Այո։ Գեղեցիկ աթոռները։ Են կողմից է մերը։ Երջաղջիկա։ Աստորանը հանկարծակի չէր, ոնց որ ես որ ասեցի
Հացախնդում Ասիսկի մեր է տոմսով ամես հրավեր չեր է տվել որ ինձ ամերա կամֆորտը երևանցիների մեջ է Նես տպավորությունը ոնց որ ամբողջ դահլիճը հին երևանցիներ են եկել Այո Մեկը հենց լալայանցի վրա Ամեն անգամ որոշում եմ համերգը ինքը չնկարեմ, որտև դա շատ ծանր է այն վրա նստում։ Այսօր էլ եմ տենց որոշել տենանք։ Որոշումս այսօր գոնե կկատարեմ, թե չէ։ Նախ պետք է ուշադիր լինես, որ կարճ ֆրագմենտներ էլի, որտեղ YouTube-ը մի անգամից բռնում է, կարճին չէ, ձեր չի տալի, դե կարճ ես դնում, դետ կարճվել ամեշ մեծ դեպելնիցը է, Այս լավ լիքն է լինելու, որտև ընտրում էր 2 հոգու համար տեղ։ Սաղ փողոցները քննարկեցին, որ փողոցը ինչ է եղել, ինչա դար է, Պիոներ պալատը Կարող է 7-ը այս լուսամուտների համար է, վարակույժներ չկան, երևի դեռ չեն դրել, ինձ թվում է ինչ-որ ռեմոնտային բան է կատարվել, որտև նստարանները շատ լավն են, փոխել են նստարանները Երաժիշտներին Սոֆիա Մելիքյան դաշնամուր, Դավիթ Հարությունյան, Միքայել Համադարյան, Պալմիկար
Այս են հին նստարանները ստեղադրած
Մենք սենց հապճեպ ավարտենք։ Լսի, համերգը ես դու տեսար առավոտը YouTube-ով լսում էի այդ սախ։ Ոչ մի կապ չունի այմա։ Ժողովուրդ ջան, եթե հնարավորություն ունեք, մենակ համերգներում լսեք երաժշտություն։ Ես հենց առաջի րոպեից զգացի։ Ես էլ ուղղակի ապշել։ В общем, շատ լավ էր, բայց հիմա հարցերն է, որ ես գնամ մեքենան բերեմ, իսկ Անահիտը հեռախոսը մոռացել է։ Դրա համար ինքը ստեղ մեր հարևաններից էլի մարդ կա, կսպասի հետները։ Լավ մնաք, միշտ առողջ եւ խաղաղ երկինք։ Ու համերգների մասնակցեք, եթե հնարավորություն ունեք։ Ստեսություն ձեզ։ Գնաց։ Նալբանդյանից թեքվենք Իսահակյան, հեսա էս նախկին Սովետնա, խոսքը տրվում է Անահիտ Բուբուշյանին, խնդրեմ Անահիտ, ասեց անպայման պետք է ասեմ։ Նարինե Լուտոնյան, հոյակապ աղջիկ ունի։ Ներոնցից Նարինեի մասին է խոսքը։ Այո, մենք անձամբ ծանոթ ենք բացի ամեն ինչ։ Այո։ Եվ ես շատ գոհ եմ, որ դուք մեզ զգուշացրեցիք այս համերգի մասին ու մենք շատ մեծ բավականություն ստացանք այս համերգից։ Հոյակապ համերգ էր։ Ու ես վերջում մտեցա ձեր աղջկան։ Սոֆիա Մելիքյան։ Սոֆիա Մելիքյան, այո։ Շնորհակալություն, որ այդ։ Հետո մտեցաք ինչ խոսացիք, եթե լասա ավարտենք։ Ինքը գիտեր, տեղյակ էր ով եմ ես, մաման ասել էր երևի, դե ոչ թե երևի, այլ հաստատ։ Այո, ուրախացավ շատ։ Դե ես շնորհավորեցի